իմ հայրենի հողի վրա ծնված մենձեցած մարդ եմ ես այդտեղ, խի պիտի վախենամ, ինչից վախենամ։ Ուժեղ Հայաստան ենք լինելու։ Նախնիների մասին ինչ եք մտածում։ Գործակցություններից Չեմ ուզում դրանց մասին խոսալ, կներեք։ Բայց հնարավոր է հետագայում ազգային ժողովում լինեն կոալիցիաներ, որպեսզի ինտիմությունը համախմբվի։ Ունեք այդպիսի մտավախություն, որ կոալիցիաները Եթե այսօրվա դրությամբ որ ասենք, դուք ժողովրդին չեք նայում իրանց աչքերի մեջ։ Իրանց աչքերին նայեք, ուրախություն տենում եք։ Չկա ուրախություն։ Դժգոհ են սա։ Դժգոհ են ինչից։ Ժողովուրդ ջան, ունեցանք կորուստ, ունեցանք հողի կորուստ, ունեցանք մեր երեխեքը 5000 երեխա ենք այսօր։ Ցավը տանեմ։ Ցավը տանեմ, լսեք, երեխեք ջան, խաղաղությունը դենց չեն բերում։ Ուզում ես խաղաղություն, զինվի։ Ուզում ես խաղաղություն, եղի ուժեղ Հայաստան։ Ուժեղ մարդ պետք է լինի ղեկավարը, այդքան բան կասեմ։ Այն նրանում վստահ որ տեսել եմ գործով։ Ինչ ասում անում է։ Այդ դրանում վստահ։ Վստահ եմ այն բանը, որ իմ աչքի տեսածին ես հավատում եմ։ Չեն խանգարի կարևոր է որ հենց Սամվել Կարապետյանի Ոնց կներեք։ Ձեզ համար կարևոր է որ հենց Սամվել Կարապետյանի ուժը հաղթի ընտրություններում, թե որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի իշխանության, նկատում այլ ընդդիմադիրների տեսնել իշխանության։ Չէ, ես կասեի մեր հայ ազգին պետք է ուժեղ առաջնորդ։ Վախկոտ առաջնորդ չենք ուզում։ Մենք սկզբից ուրիշ բան ենք հասկացել։ Սաղդ էլ, դուք էլ։ Բայց ինչ եղավ ասում եմ մի հատ էլ շանս տվեք, ինչ շանս։ Հենց ծնողի տուն էլ գնացեք, անհայտ կորած երեխեքի մասին մի անգամ խոսում են, որտեղ է մեր գերիների մասին խոսում են, հազարավոր երեխեք են այսօր անհայտ կորած։ Հենց Տաշիրից էլ անհայտ կորած երեխեք ունենք։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը։